Արժակունյաց 135 շենքի բնակիչները պատգամավորին դիմել են նաև ապաստարանի բարեկարգման խնդրով, ապաստարանի խնդրով։ Գիտեք մեզ ինչ Այո։ ասում են ապաստարանը թող իրենց ուժերով բարև ձեզ, իրենց ուժերով բարեկարգեն, այսինքն այդ աշխատանքը անեն, իրենք կգան եւ այդ աղբը կտանեն, Այսինքն բնակիչների սեփական միջոցներով բնակիչները, այսպես ասած, սեփական միջոցներով։ Անցած անգամ որ ես ստեղ էի, նաեւ ուզում եմ նշել, որ բնակիչներից շատերը իրենց գումարի հաշվին կոյուղագծեր են փոխել, այդ կոյուղագծերը էլի անբարեկարգ վիճակի մեջ են, այդ կոյուղագծերը նաեւ այդ կոյուղաջրերը նաեւ շենքի նկուղն են եւ այդ կոյուղաջրերը որ կան, արդեն շենքը ոչ սեյսմակայուն են դարձնում, այսինքն այդ ջրերը որ գնում է արդեն ինքը ֆունդամենտի մեջ ա մտնում, արդեն շենքը արդեն սեյսմակայուն չի կարող սեյսմակայուն լինել եւ հնարավոր Աստված մի արածե ցնցումների բանի դեպքում լուրջ խնդիր կարող առաջանա շենքի, այսինքն բնակիչը պարտավոր է կոյուղագիծը քաշի, բնակիչը պարտավոր է, չգիտեմ, ջուրը քաշի, բնակիչը պարտավոր է այս անի, այնինչ պատկան մարմինները կարծեք թե պարտավորվածություններ չունեն։ Սա պետության պոզիտիվ պարտականությունն է եւ քաղաքապետարանը, պետությունը պետք է այս հարցերին ինքը միջոցներ տրամադրի։ Առանց այն էլ այս մարդկանց կյանքը մի տենց լավ օրի չի, որ մի հատ էլ այդ մարդիկ իրենց անձնական միջոցներով, չգիտեմ, ֆունդամենտալ գործ անեն, ասենք հիմնովին գործ, այս մարդիկ բնականաբար չեն կարող անել եւ այս հարցն էլ կարեւոր է, որ ի վերջո լուծում ստանա։ Այդ խնդիրը, եթե ինչ-որ մի բան, չգիտեմ, պակաս եմ ասում կամ թերի եմ ասում, կամ ինչ-որ ավելացնելու բան կա, խնդրեմ ավելացրեք։ Ուրեմն, պարոն Դանելյան, այսօրվա դրությամբ 10-րդ օրն է այսօր, մենք վիոլաջրին չենք կարողանում բերել այս տարածք, հիմա դուք հեսա մեր օպերատորին խնդրենք կնայի, կնկարի, թե ոնց, 10 օր այդ ջուրը բանի, այդ կոյուղու լցումը մեր շենքի պատվալը։ 10 օր Եթե արդեն։ ժամանակին այդ հարցին արձագանքեին, այդ վիճակը չէր լինի։ Մենք երբ ենք եկել այստեղ, երևի 2-3 ամիս, 3 ամիս, 4 ամիս, չգիտեմ քանի, ինչքան էր, բայց համենայն դեպս ասել ենք, ահազանգել ենք, որ այդտեղ խնդիր կա։ Փաստորեն այդ խնդիրը ավելի է բարդացել, էլի։ Այո, բարդացել է, ներքին, այն ներքը զորամասի ներսում գործեն արել փակել էին այդ դիտահորը, հիմա եկել են բացել են։ Ես Տիկունքի պետ խոսացի, մարդիկ շնորհքով եկան բացեցին։ Իսկ քանի օր արդեն մենակ իրանց օպերատորը շատ հետաքրքիր է։ Հակահիգիենիկ վիճակ է, Իհարկե, խոլերա հիվանդությունների բուն է, էլի։ դուք չեք պատկերացնի, մեր տները այսինքն խխունջներով է լցված։ Խխունջներով։ Սաղ տներից ենք մաքրում, այսինքն ворթի նման խխունջներ է սաղ։ Ջուրը անցած տարի մեր տղաների շնորհիվ փոխեցին ջրի խողովակները, այն խոնավությունը, որը որ կար, վերացավ։ Էլի, իհարկե, մեր տղաները ձեռնարկեցին, գումարը հավաքեցին, բանը եկան փոխեցին, նորմալացավ ամեն ինչ, շնորհակալ ենք դրա համար, բայց այսօր կոյուղին սաղ լցում է շենքի տակ։ Ու ոչ մեկը դու զանգի ասա, իրանց օպերատորը մենակ ասում է, ես հայտը կներկայացնեմ, ախր հայտը ներկայացնելով չի, կա վթարային իրավիճակ, կա ասենք ոչ շտապ վիճակ, մեր մոտ վթարային վիճակ է, լցման սաղ շենքի տակ։ Հրատապ է, էլի։ Հրատապ, իհարկե հրատապ։ Ու ոչ մեկը, Քաղաքապետարանն ասեց տարածքային նախարարություն զանգեք։ Տարածքային նախարարությունը ասեց մի համար տվեց ինչ-որ մի ուրիշ ինչ-որ հանձնաժողով միասնիկյան 5 հասցե։ Արդեն պատրաստվում ենք գնայինք հասնենք միասնիկյան։ Բյուրոկրատական քաշքշուկներ, էլի։ Այնտեղ էլ մի կերպ այսօր կարողացել ենք հանրային կառավարման հանձնաժողով ծառայության զանգեցինք, կտեղեկացնենք, հիմա կտեղեկացնենք։ Այդ հարցը լրացուցիչ հանրային ծառայությունները։ Մարիամ ջան, հիշի, որ մի հատ դիմում գրենք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին հրատապության կարգով, որ խնդիրը լուծեն։ Պարոն Դանելյան, ներողություն, կարելի է մի բան ասեմ։ Սիրով, Այ հիմա լայվում ենք մենք, զանգ տվեք վիոլաջուր, թող նկարեն։ Տեսեք կամ օպերատոր չեք գտնելու, կամ նույն պատասխանն եք ստանալու։ Հետաքրքիր է, էլի։ Այս համար նորություն չի վիոլաջերի աշխատանքը։
նենց չի որ մեր բազմաթիվ դիմումներին էլ պատասխաններ չկան, դրա կարգավորող մարմինը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն է, որը որ պետք է սանկցիաներ կիրառի այն կազմակերպությունների, որոնք որ բարեխիղճ իրենց պարտականությունները չեն կատարում, այսինքն անբարեխիղճ տնտեսվարողներին պետք է հարկադրի ստիպի, որ խնդիրը լուծեն։ Այդ է լուծումը, այդ է ճանապարհը։ Հավաքելով ջուրը այդքան հոյ չի խմբում, չէ։ Մնացածը պետք է հեռացվի։ Տրանսպորտի հարցն է, տեսեք, տրանսպորտը մեր նաև բոյկոտի ակտիվ ջանքերի պատճառով հետևանքով մենք կարողացանք 300 դրամ էին սակագինը որոշել, մեր պայքարի արդյունքում հնարավոր եղավ 150 դրամ, բայց եթե 150 դրամ բարձրանում է, դրան համապատասխան ծառայություններն էլ հետը լավանա, լավարկվի, ավելի լավը դառնա, բնակիչներին ավելի մատչելի լինի, ավելի հասանելի լինի։ Այն ժամերին, որ բնակիչներին հարմար է, այդ ժամային գրաֆիկը իրանք պետք է հարմարացնեն իրանք աշխատանքին։ Ոչ թե մարդիկ պետք է հարմարվեն, այլ իրենք պետք է հարմարվեն, մարդիկ ի վերջո ուսանողներ կան, աշխատողներ կան, այդ ժամային գրաֆիկի մեջ պետք է հանրային տրանսպորտը այնպես աշխատի, որ մարդը կարողանա եւ ուսումնական հաստատություններ հաճախի եւ իր աշխատանքի տեղից հնարավորություն ունենա եւ գնալու եւ գալու։ Այո, իհարկե։ Կրկին անդրադառնանք կոյուղագծերի խնդրին, հա, պարոն Դանելյան եւ հարգելի բնակիչներ, թվում է ինքը կենցաղային խնդիր է մանրույք է, բայց մեծ հաշվով սա գլոբալ եւ լուրջ խնդիր է։ Մինչդեռ ձեր գրությանը, ինչպես նաեւ պարոն Դանելյանի գրությանը քաղաքապետարանը պատասխանել էր, որ կոյուղագծերի վնասված կոյուղագծերը պետք է վերականգնվեն բնակիչների սեփական միջոցներով, այ որպես բնակիչ, սա որքանով է արդարացված համարում կամ սա որքանով է ճիշտ որոշում քաղաքապետարանի այս պատասխանը կոյուղագիծը վերականգնելու ձեր միջոցներում կոյուղատարերը վերականգնելը։ Մենք միջոց չունենք վերականգնելու, մենք հսկայական գումար ենք տվել, ջուրն ենք վերականգնել, էդ էլ որ մենք անենք բայրանց ինչ է մնում։ Թող տեղերը զիջեն գնան։ Անմիջապես ինձ են այդ պատասխանը տվել, որ ձեր միջոցներով ուրեմն ես դիմել եմ քաղաքապետարան, ես դիմել եմ 4 կազմակերպություններ, այդտեղ քաղաքացիական պաշտպանությունն, քաղաքապետարանն, վերջում էլ այդ բոլորը իրանց վրից գցեցին, ասեցին դիմեք ձեր թաղապետարանին։ Թաղապետարանն էլ ասում են մենք մեր ուժելու այդտեղ ահագին գործ են կարել, մնացածը դուք ժողովրդով կազմակերպեք, ես չհամբերեցի արդեն, ասացի կներեք, ասի այդ մի հատ որ լամպ եք բերեք կախե, պատեզդի, հենց պատեզդից մի հատ լամպ կային կախե, ասում եմ մենք էդի ահագին գործ են կարել, գնացեք ձեր շենքով արեք։ Ես ապշեցի, իրան մերկու խոսք էլ ասեցի, ասի գիտեք ինչ կա, դեռ ինչքան ուզում է փնորեն, չփնորեն, խորհրդային տարիներում մենք այնքան այդտեղ կարելի էր նույնիսկ խնջույք անցկացնել, այնքան գեղեցիկ էր սարքած այդ թաքստոցը մեր։ Ես ապշեցի նույնիսկ ես դրանց պատասխանին, էլի։ Ասում եմ դուք ձեր ուժերով, հասկացա մեր ուժերով ինչ անենք։ Լավա չի ասեմ, ձեր ուժերով եկեք մեր տղայի հարսանիքն էլ արեք։ Շատ հնարավոր է որ էլ ասեն։ Մենք պատրաստ ենք իրանց տղաների հարսանիքը, իրանց աղջիկների հարսանիքը։ Բլոջա, լույա, մենք ոնց մտնենք այդ պատվալը, հնարավոր չի մտնել այդտեղ։ Լրիվ ջուր է, սապոգներով պետք է մտնենք։ Հնարավոր չի։ Այդտեղ մենակ ջուր չի, այդտեղ կոյուղու ջուր է, դրանք տարբեր